Աստված օրհնի ժողովրդյան մեզ։ Տիրոջից մեր հոգևոր հաց առածը առանելով գնանք այստեղից, որտեղ շատ թանկ կարևոր ժամ է մեզ համար։ Շաբաթ անցնում է լիոլի ծանրաբեռնվածությամբ, հոգսերով եւ իրականում ուղղակի երկրավոր հարցերի պատասխաններ են այդ հոգսերը տալիս։ Բայց այս պահը մեզ համար շատ թանկ է, շատ կարևոր, որ պատրաստում ենք մեր անձը մեր Տիրոջ առաջ կանգնելու, երկինք մտնելու, հավիտյան ապրելու մեր Աստծո հետ։ Թող օրհնի մեզ Աստված։ Այսպես են վերնագրել խոսքը. հավատա, մի երկմտիր։ Մինչ երկմտության վտանգի վրա կանգնելը, դրան ուշադրություն դարձնելը, հիշեցնեմ ձեզ, իստում է նորություն չի դա, հավատքի հետ կապված հարցերը, որ ասպես ասենք ոսկի համարներ են, որ այդ հարցերին պատասխան են տալիս, ինչ է հավատքը։ Ինչ է հավատքը։ Եբրայեցիս 11:1, հեշտ կարակ հիշեք, 1:1, 11:1, որ ասում է, հավատքը հուսացած բաների հաստատությունն է, չերևացող բաների ապացույցը։ Հավատքը հուսացած բաների հաստատությունն է, այն որ հույս ունես, ներկա պահին հաստատ սպասում ես Տիրոջ օրհնությունը ընդունելուն։ Ներկա պահին հույսը ապագան է, ապագայի համար է, հեռուն է ցույց տալիս։ Հավատքը հույսի ներկապայի հաստատությունն է, չերևացող բաների, ոչ թե չլինող, չերևացող բաների ապացույցը։ Հավատքով գիտես երկնային արքայություն կա եւ ապագա է պատրաստել քեզ համար, չի երևում, բայց գիտես կա։ Հավատքով ես լսել խոստումն Աստծո, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ, դու չես տեսնում Հիսուսին ֆիզիկապես, բայց ամեն օր իր խոսքի հետևում կանգնած մեզ հետ է մինչև աշխարհի վերջ։ Փառք նրան։ Հավատքի հիմքը ո՞րն է։ Որտեղից է հավատքը կամ այսպես ասենք, հարցին հոմանիշ կերպը, սա էլ որպես ոսկի համար հիշենք Հռոմեացիս նամակի 10-րդ համարը, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Ամեն լսած բան չի, որ կարող ես դու հավատքը դնել դրա վրա։ Այն բաները, որ Աստծո խոսքից են հայտնված, դա է քո հավատքի հիմքը։ Հավատքը լսելուց է, լսելն Աստծո խոսքից։ Հետարքիր է, որ առաքյալը ինչու է այսպես մոտենում հարցին։ Կարդում ենք գիրք բոլորս։ Իրականության մեջ փաստացի մենք տեսնում ենք ավելի շատ մեր կարդացածը, թեկուզ կարդացել ենք, գիտենք ինչ էր գրված, բայց կարդացածի մեկնությունը տալիս է Աստված մարդկանց միջոցով լսում ես մեկնությունը, բացում է խոսքը, հասկանում ես եւ ասում է, հենց այդ է ուզում ասել առաքյալը, հավատքը լսելուց է, լսելն Աստծո խոսքից, շատ բաներ դժվարանում ենք հասկանալ, եթե չբացատրվի մեզ, փակ կմնա, կկարդանք, նույնիսկ կասես եղբայրը մի նոր բան չասեց, ես էլ եմ կարդացել գրքում, բայց երբ որ ուշադրություն ես դարձնում, հավատքը լսելուց է, լսելն Աստծո խոսքից, այսինքն ամեն խոսք դու մի ընդունիր հավատքի հիմք։ Այսինքն ես ծանրացրեցի քո ուշադրությունը այդ հարցի վրա, ինչ որ լսում ես, մի դիր սրտիդ մեջ։ Հավատքը մի ձեռք է, որ Աստծուց բան ես առնում։ Եվ որտեղ ես դնում, քո սրտի մեջ, քո հասկացողության, հիշողության մեջ, սա Աստծուց պարգև է։ Այս պարգևի մասին, որ սա Աստծուց պարգև է, սուրբ ճիշտ հավատք ունենալը։ Եփեսացիս նամակի 2:8 է ասում, հավատքով ենք փրկված, Տիրոջ շնորհքով։ Հավատքը Աստծուց պարգև է, որ դու ունես, բայց այս պարգևը ճիշտ գործածիր։ Ձեռքի է նման, որ դու Աստծուց բան ես վերցնում, շատ կարևոր կարողություն է, որ պարգևված է մարդուն։ Մենք մեր ֆիզիկական ձեռքով, ոտքով, տվյալներով մեզ համար խնամք ենք անում, շատ բարի բաներ ենք անում մեզ համար, սակայն
Այն, որ դու հավատքով կարող ես Աստծուց առնել, այլ ճանապարհ չկա։ Դա շատ մեծ պարգև է, որ դու ունես։ Հավատքը կարծես նման լինի նրան, որ ասում է ուտելուն։ Կերանք, խմեցինք, հավատացինք, ընդունեցինք։ Ամեն բան, որ լսես, որ Աստծո խոսքից չի, չպետք է ընդունես քո մեջ։ Սրտիդ մեջ դնելու կարծես ճանապարհ, միջոց։ Ամեն լսած բան չպետք է սրտիդ մեջ դնես, այն որ սուրբ գրային է, Աստծո խոսքից է։ Պողոսը դա է ասում։ Եվ տեսեք Հռոմեացիս նամակից չէ, ասեցինք այս համարը 10:17 հավատքը լսելուց է լսելն Աստծո խոսքից, 8-րդ համարը կարդամ, ուշադրություն դարձրեք։ Բայց գիրքը ինչ է ասում։ Սուրբ գրքի մասին է խոսքը, որը մեզ համար սուրբ գիրքը բարձրն է, հայտնում է երևող եւ չերևող աշխարհի մասին։ Հավատքով ենք սուրբ գրքի հայտնությունները դնում մեր սրտում, ճիշտ տեղեկության գիրքը, ավետարանը։ Գիրքը ինչ է ասում։ Մոտիկ է քեզ խոսքը։ Քո բերանում եւ քո սրտում, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, ճանաչեցնում ենք, քարոզել, ճանաչեցնել, միտքն է հայերենով։ Դա հայերեն բառ չի քարոզել։ Հավատքի խոսքը, Աստծո խոսքը, որ ձեզ ճանաչեցնում ենք, բարձաբանում ենք, մոտիկ է քեզ, դա արդեն քեզ մոտ է, քո բերանում, քո սրտում։ Եվ տեսեք ինչ օրհնյալ բան ես դու ընդունում հավատքով, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես։ Քանի որ սրտով հավատում ենք արդարանալու համար, բերանով դավանում ենք փրկվելու համար։ Հավատքի խոսքը մենք քարոզում ենք, ճանաչեցնում ենք ձեզ ով է Հիսուսը, նա Տերն է, նա է բարձրյալը, տիրում է բոլորի վրա, տիրույթը նրանն է, ճանաչեցնում ենք ձեզ, եւ եթե դու ճանաչեցիր Հիսուսին Տեր ու դավանեցիր նաեւ քեզ համար Տեր, երկիմաստ խոսք է սա, Հիսուսն իմ Տերն է, այսինքն որպես քեզ տիրություն անող, որպես նաեւ երկրորդ իմաստը, Տեր, որ քեզ առաջնորդում է, Տեր նրա, որի խոսքը քեզ համար վերջնական է, նրա խոսքն ինձ ավետարանն է, նրա խոսքը քեզ համար վերջնական է, որ դավանում ես Հիսուսը, Տեր է, եւ սրտումդ հավատում ես, որ Աստված հարություն տվավ նրան մեռելներից, արդեն պարզ է, չէ՞, կարճ խոսքով նա չարչարվեց, մեռավ, դրվեց գերեզման եւ հարություն առավ։ Կարճ խոսքով պատմում է փրկարար գործը, եթե դու հավատում ես սրտումդ, ընդունել ես նրա փրկարար գործը, կապրես, որովհետև մի ֆիզիկական գործով դու չես կարող հավիտյան ապրել, բայց հավատով Հիսուս Քրիստոսին ընդունելով եւ եթե սրտումդ հավատում ես, կապրես։ Սատանան էլ գիտի այս թանկ հարստությունը, պարգևը, որ տվել է քեզ Աստված հավատալ ավետարանին, եւ դու ճիշտ ես գործածում հավատքը, պայքարում է քո դեմ, ամեն մեկիս դեմ։ Եվ այդ նրա պայքարի, պատերազմի դաշտը մեր ներքնաշխարհն է, մեր ներսը, մեր մտավոր աշխարհը, մտքերի դաշտ։ Պայքարում է սատանան, որ քեզ երկմտության կասկածի մեջ գցի Աստծո հանդեպ, նրա խոսքի հանդեպ, նրա խոստումների հանդեպ, կամ դու ընտրել ես Հիսուսին Տեր ու Փրկիչ հենց քո հանդեպ, քո ընտրությունը դու չտեսնես։ Իրականում ընտրել ես, բայց մտածես, արդյոք ես ընտրել եմ, արդյոք ես արժանն եմ, արդյոք Աստծունն եմ արդեն։ Ուշադրություն դարձրեք, պատերազմում է սատանան մեր դեմ եւ այդ պատերազմի դաշտը մեր ներքնաշխարհում է։ Եվ Հակոբոսի նամակում տեսեք ինչ է ասում, Հակոբոսի նամակի առաջին գլխում
5-ից 8 համարը, 5-ից 8 համարը կկարդամ։ Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրե Աստվածանից, որ ամեն ինչ տալիս է առատությամբ եւ չի նախատում ու կտրվի նրան։ Միայն թե թող հավատքով խնդրե, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված եւ տատանված ալիքին, այն մարդը թող չկարծե թե տերիցը մի բան կառնե, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Այստեղ պահանջը, արդար պահանջը ներկայացվում մեզ հավատացյալներիս։ Աստված իր կողմից անում է։ Եթե իմաստության պակաս ես տեսնում, խնդրում ես, հաստատ անում է դա, տալիս է, հայտնում է քեզ Հիսուսը Տեր է, մեծությունը Քրիստոսի, նա ուզում է քեզ իր կամքի գիտությունը տա, իմաստություն տա, սակայն դու էլ անելիք ունես, եթե սրտումդ պահես, եթե մի կողմ դնես երկմտությունը, այստեղ դու անելիք ունես, երկմիտ մարդը թող չկարծե տերից մի բան կառնե, նույն նմանատիպ հոմանիշ խոսք կարդամ Հակոբոսի նամակի 4:8, մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ, սրբեցեք ձեր ձեռքերը ով մեղավորներ եւ ձեր սրտերը մաքրեցեք ով երկմիտներ, ոնց որ ձեռքերդ անիրավ գործերից սրբում ես, թողնում ես անիրավ գործը, գողությունը, չար արարքները, նույնպես սիրտդ մաքրիր երկմտությունից։ Հայտնի է քեզ ավետարանի խոսքը, պահիր սրտումդ գնա առաջ։ Միտք է տալիս սատանան, հարձակում է գործում, դու սատանայի հարձակմանը ինչու ես ենթարկվում, ինչու պիտի անձնատուր լինես նրան, քեզ Աստված տվել է հասկանալու կարողություն, գիտակցություն, քեզ ստեղծողը, նաև բացել է միտքդ, որ ճանաչես քո փրկչին, մենք հարոզում ենք հավատքի խոսքը, Պողոսը, ճանաչեցնում ենք ձեզ, Հիսուսը Տեր է, տիրույթը նրանն է, ամեն իշխանություն նրան է տված, եթե դավանես եւ սրտումդ հավատաս, որ Աստված քո փրկչին, որ քեզ համար զոհ եղավ, հարություն առավ, կապրես, որովհետև սրտով հավատում ենք Քրիստոսի հարությանը, արդարանում ենք նրա հարությամբ, արդարանալու համար, ինչու ես քո ընտրության վրա կասկածներով, ինչու կասկածներով կլինես այն դեպքում, երբ որ տեսնում ես անընդհատ սիրտը չար արարքների մեջ է, բայց ոմանք տեսնում եմ այդպես չեն, ընտրել են, հավանել են արդարության ճանապարհը, բայց տանջվում են երկմտությամբ, ուշադրություն դարձրեք, արագ սրբեք ձեր սիրտի երկմտությունից, եթե դանդաղես, ինչքան դանդաղես, այնքան դժվար կսրբվես, կդառնա նույնիսկ քրոնիկական հիվանդություն, ասենք մի հիվանդություն, որ մարդը հետևողական արագ չի բուժվում, հարատևում է, մեկ էլ տեսնում ես, որ էլ չի էլ բուժվում, ուղղակի անպայման պետք է հետևողական հսկողություն անել, որ այդ հիվանդությունը գլուխ չբարձրացնի, թե չի բուժում, դարձել է, կոչում են քրոնիկական հիվանդություն, այն մարդիկ, որոնք ուշադրություն չեն դարձնում, ինչու ես ես երկմտության, Աստծո հանդեպ երկմտության, Աստծո ծառայի հանդեպ երկմտության, իմ հավատացյալ լինելու հանդեպ երկմտության մտքերով պիտի տառապեմ, ինչու, ինչքան որ ուշացնում ես այդ մտքերը մի կողմ դնելը, այնքան դժվար ես վերականգնվում, նորոգվում, դառնում է քրոնիկական, այսօր է ժամը, Տերը մեզ օրհնի։ Ես ձեզ մի հատ օրինակ բերեմ, իհարկե հանդիպում են մեզ էլ դեպքեր մեր կյանքում, որ պիտի աղոթք անես ու պատասխան ստանաս, թեկուզ երկրավոր հարցերի պատասխան։ Մեկ պատահում է, որ այդ պատասխանը ստանալու հավատքը չի հերիքում, միաբանում ես, դիմում ես մարդկանց քեզ օգնեն, եղբայր, միասին աղոթք անենք, աղոթեցիր, պատասխան ստացար, այսինքն դու տեսար հավատքի սահմանը, այսքանը կարում էի հավատալ, այստանից ավել կարծես չեմ կարում հավատալ, որ իմ աղոթքով կստանամ, օգնություն ստացար մարդկանցից, որոնք նույնպես հավատում են,
Հավատակից մարդիկ, որոնք պարգև ունեն, կարողություն ունեն, օգնեցին քեզ, բայց ինչ որտեղ քնություն էր դա ինձ համարել։ Սկսում եմ աղոթել Տեր ինձ զորացրու, ես ավելի ճանաչեմ քեզ։ Հավատքը լսելուց է լսելն Աստծո խոսքից, մենք քարոզում ենք ավետարանի խոսքը, Քրիստոս քո Տերն է, հարություն է առել, սրանք քո հավատքի հիմքերն են, ավելի հաստատուն տեսնես այդ ամենը։ Քրիստոսն ասեց, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ, անփոփոխ է, այս խոստումը անփոփոխ է, Քրիստոս իր խոստման ետևում կանգնած է։ Ինչը լինի, Քրիստոս ինձ հետ է, ես երբևիցե մենակ չեմ։ Նա ասեց, որ ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ, հետո ինչ իմ աչքերս նրան չի տեսնում։ Այո, Հիսուսն ասում է, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ, հավատում եմ քեզ Տեր։ Ինչ դժվարության մեջ է լինեմ, դու ինձ հետ ես։ Ամեն ժամանակ դու ինձ հետ ես։ Ես տեսնում եմ, որ դու ինձ հետ ես։ Քո խոսքը, քո պատգամները հասնում են իմ ականջներին, հասնում են իմ սրտին, սա քո ձեռքի գործ է։ Ծառաներ ես դրե, որ խոսում են, ճանաչեցնում են քո Տեր լինելը, մահվան հաղթող լինելը։ Դու խոսում ես ինձ հետ, դու ինձ հետ ես, հայտնում ես քո մեծությունը փառավոր։ Խնամք ես անում ինձ համար։ Իմ աչքս չի տեսնում, հասկացողությունս է տեսնում։ Տալիս ես ինձ կարողություն, որ ես քեզ ավելի հաստատուն ձևով հավատամ։ Առանց երկմտության ապրեմ, Տեր։ Այո, դա անում ես։ Ես տեսնում եմ, որ դու մեզ հետ ես, Տեր։ Շարունակությունը կարդամ։ Մարիամը այն օրերում վեր կացավ շտապելով լեռնակողմը գնաց Հուդայի քաղաքը եւ Զաքարիայի տուն մտավ ու Եղիսաբեթին բարևեց։ Արագ գնաց Եղիսաբեթին տեսնելու։ Զաքարիայի տուն մտավ Եղիսաբեթին բարևեց եւ եղավ, երբ որ Եղիսաբեթը Մարիամի բարևը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցված մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Եվ սա ինչ տեղից է ինձ, որ իմ տիրոջ մայրը ինձ մոտ եկավ։ Շատ եք դարձնում ինչ է խոսում Եղիսաբեթը։ Որովհետև ահա երբ որ քո բերանի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց եւ երանի նրան, որ հավատաց, թե այն բաները կկատարվեն, որ Տերից են իրեն ասված է։ Եվ Մարիամը պատասխանեց. Թող իմ անձը փառավորե Տիրոջը։ Իմ հոգին ուրախացավ իմ փրկիչ Աստծով, որովհետև իր աղախնի խոնարհությանը մտիկ տվավ, նայեց իր աղախնի խոնարհությանը, որովհետև ահա այսուհետև բոլոր ազգերը կերանեն ինձ։ Եղիսաբեթը մարգարեացավ։ Տիրոջից հայտնություն առած խոսեց, որ իմ տիրոջ մայրն է ինձ այցելել։ Եվ ուշադրություն դարձրեք, նորից քաջալերական հավատք լրացնող խոսք է խոսում Եղիսաբեթը։ Եվ սա մի խոսք է, որ ասում է Եղիսաբեթը, որ մի ընդհանրական խոսք բոլորիս։ Եթե այնտեղ խոսում էր հրեշտակը, որ պիտի հեղյանաս զավակ ունենաս, չէ, խոսում է դա վերաբերում է ուղղակի Մարիամին, սակայն ընդհանրական խոսք էր, Աստծո համար անկարելի բան չկա։ Սա մեզ էլ է վերաբերվում։ Այս ճանաչողությամբ մենք Աստծուն նայենք։ Նաև Եղիսաբեթի այս խոսքը, որ Մարիամին ասեց, մեզ էլ է վերաբերվում։ 45 համարը երանի նրան, որ հավատաց, թե այն բաները կկատարվեն, որ Տերից են իրեն համար ասված է։ Հավատքը ինչ էր։ Հուսացած բաների հաստատությունը, չերևացող բաների ապացույցը։ Ասված են, կկատարվեն։ Փառք Տիրոջը։ Մեր ամբողջ կյանքի, այս երկրավոր կյանքի համար խոստումներ են շատ ասված, որքան կարդաք այդ խոստումներով զինվորվեք, հարստացեք, ասում է, նույնիսկ եթե ձեզ տանեն իշխանավորների առաջ, մի մտատանջվեք, թե ինչ պիտի խոսեք,
Սուրբ Հոգին ձեզ կսովորեցնի։ Միտք կտա ինչ պիտի խոսեք, դրա վրա մի տանջվիր։ Այլ Աստծուն ճանաչողության գիտությունը ձեռք բեր, քո ժամանակը ճիշտ օգտագործիր։ Այսօրվա անելիքդ դու արա, վաղվա Տերը քո Աստված է։ Երանի նրան, ով կհավատա, որ Տերը ինչ որ իրեն համար ասել է, կկատարվի։ Չերևացող բաների ապացույցն է հավատքը։ Հավատքը սրտումդ պետք է հաստատում պահես։ Այդ երկմտություններից պիտի արագ թոթափվեք, քրոնիկական չդառնա։ Զորացած Տիրոջը պաշտեք, նրան հավատալով Տիրոջը պաշտեք։ Նրան մեծարեք ձեր սրտում, որ Տերն է ասել, ուրեմն կատարվելու է։ Իմ Տերը Աստված է, նրան լինի փառք հավերժ։ Աստված մեզ օրհնի։ Այսպես էլ աղոթենք։ Նորոգի մեր հավատքը, զորացրու մեզ Տեր, հանձնում ենք քո ձեռքերի մեջ։ Մենք էլ մեր անելիքն ենք անում։ Տիրոջ խոսքին վերջնական ենք տեսնում ճշմարտություն։ Խոստումները Տիրոջ մեզ համար են։ Մենք էլ Տիրոջն ենք։ Աղոթենք։